Լոս Անջելեսի կենտրոնի որոշ հատվածներում պարետային ժամ էր սահմանվել, սակայն ամբողջի մեծ մասը լքել է տարածքի իրավապահ մարմինների ժամանումից հետո, այս մասին ասված է Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի Թվիթերյան էջում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լոս Անջելեսի 2 ոստիկան վիրավորվել է, որոնց բուժօգնություն է ցուցաբերվել։ Բացի այդ, ամբողջի վերահսկման ջանքերի ընթացքում մի քանի նվազմահաբեր զինամթերք է կիրառվել, ըստ Լոս Անջելեսի ոստիկանության 2 օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 200 մարդ։ Անցած գիշեր Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Խարկովին կամբուժացներ, այդ թվում երեխաներ, հայտնում են տեղական իշխանությունները։ Կրակի տակ են հայտնվել բնակելի թաղամասեր, կրթական հաստատություններ, մանկապարտեզներ եւ ենթակառուցվածքներ։ Տասնյակ մեքենաներ են վնասվել, դպրոցների եւ տների պատուհաններ են կոտրվել։ Գրանցվել է առնվազն 12 տուժած, այդ թվում 4 երեխա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ ռազմակայանները, զինանոցները եւ օդանավակայանները նախապես պատրաստվեն նոր սպառազինության համակարգերի համար, որպեսզի դրանք չտեղակայվեն բաց դաշտում։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ այդ նպատակների համար ֆինանսավորումը պետք է ապահովվի համապատասխան պետական ծրագրում։ Հիշեցնենք, որ վերջերս Ուկրաինայի հատուկ ծառայությունները հարձակում էին կազմակերպել ռուսական ավիաբազաների վրա, որտեղ ռազմավարական կործանիչները գտնվում էին բաց տեղանքում։ Հարձակման հետևանքով Ռուսաստանը մեծ վնասներ էր կրել։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Կիև քննարկելու Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Պիստորիուսը նախատեսում է բանակցություններ վարել Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ Բեռլինից հետագա օգնության վերաբերյալ։ Մենք անում ենք ամեն ինչ Ուկրաինային աջակցելու համար, որպեսզի կարողանա պաշտպանվել եւ հայտնվել այնպիսի դիրքում, որտեղ Ռուսաստանը պատրաստ կլինի լուրջ բանակցություններ սկսել, ասել է Պիստորիուսը մեկնելուց առաջ։ Իսրայելը լիարժեք պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում, ԱՄՆ-ն կոչ անում քաղաքացիներին լքել տարածաշրջանը հակադարձ պատասխանի սպառնալիքի պատճառով։ ԱՄՆ-ն ենթադրում է, որ Իրանը կարող է հակահարված տալ հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների։ Այդ պատճառով իշխանությունները խորհուրդ են տվել որոշ ամերիկացիների լքել տարածաշրջանը, իսկ պետդեպարտամենտը հրամայել է ոչ առանցքային պաշտոնյաներին լքել Իրաքը տարածաշրջանային լարվածության աճի պատճառով։ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարար բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն հետախուզության նախարարին հղած ուղերձում շնորհավորել է երկրի անվտանգության ուժերին օրերս սիոնիստական ռեժիմի վերաբերյալ զգայուն տեղեկություններ ձեռք բերելու հաջողության կապակցությամբ, այն որակելով որպես ռեժիմի անվտանգային հեգեմոնիայի վերստին փլուզման նշան։ Ըստ Pars Today-ի հղած ուղերձում բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն Իրանի անվտանգության ուժերի գործողությունը անվանել է հզոր եւ եզակի եւ նշել, որ այս հաջող գործողությունը կրկին ապացուցել է Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակությունը եւ հետախուզական գերազանցությունը տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության ոլորտում։ Նա հավելել է, որ այդ փայլուն հաղթանակը անսասան հավատքի եւ անվտանգության ռացիոնալության արդյունք է։